Շնորհակալություն մեր գործընկերի Անուշին, շատ հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել, որը միասին դիտեցինք ու հասկացանք, թե ինչը երբ պետք է ընդունել, ինչքան չափաբաժնով, քանակությունը նաև այստեղ շատ կարևոր է։ Հա կադրերը ընտրված ինչ համեղ են, չէ՞, այսպես։ Համեղ խոհանոցը հիմա որ նայում եմ ինչ համեղ է, հատկապես որ խոհանոցում էր մոտեցավ ամենասպասված պահը։ Հենց Անուշն է կանգնած խոհանոցում, որ գիտես, որ մի հրաշք է սա նորից պետք է ծնվի մեր խոհանոցում։ Դե ինչ, շտապենք արդեն խոսքը փոխանցել մեր գործընկերուն։ Անուշ, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, այսօր պատրաստելու ենք թունաձկով շատ հետաքրքիր մի աղցան, որ մատուցելու ենք չորահացերի վրա։ Ես արդեն կարագով ու մի փոքր արևածաղկի յուղով արդեն տապակում եմ։ Եվ մինչև այո, հացը մինչև մի փոքր կտապակվի, մենք կպատրաստենք աղցանը։ Իսկ ինչ է պետք մեզ դրա համար։ Անհրաժեշտ է ավոկադո, եգիպտացորեն, թունաձուկ, լոլիկ, պղպեղ եւ ֆետա պանիր ու ձիթապտուղ։ Այդ ֆետա պանիրն է այստեղ ինձ շատ հետաքրքիր, որովհետեւ թունաձկի հետ երբևիցե չեմ փորձել ֆետա պանիրը։ Շատ համեղ է անկեղծ ասած այս աղցանը, գուցե առաջին հայացքից մտածեմ, որ այդքան էլ համադրելի չէ, բայց ոչ, շատ համադրելի է։ Սկսենք պղպեղից։ Այսինքն հաճախ չեն համադրում ֆետա։ Ես առաջին անգամ եմ լսում, բայց ես համոզված եմ, որ այն շատ է ինձ դուր գալու եւ հետո ես անպայման ուզելու եմ պատրաստել դա, գիտես, ցանկություն է լինելու պատրաստել դա տանը, անպայման։ Հաստատ, որովհետև ավոկադոն ձկան հետ ընդհանրապես շատ հարմար է, եգիպտացորենը նույնպես, և այո, թվում է, թե ֆետա պանիրը այստեղ նորություն է, այդքան էլ համադրելի չի, բայց ոչ շատ համեղ, այսպես կարծում եմ համեղ։ Բայց ախր շատ հաճախ է լինում, վստահ եմ դուք էլ կհամաձայնեք, որ հաճախ է լինում չպատկերացվող ինչ-որ մի բաղադրիչ, մեկ այլ բաղադրիչի հետ այսպես համադրելու արդյունքը քեզ միշտ նույնիսկ սարսափեցնում ես, ոնց կարելի է սրա հետ համադրել, հետո որ փորձում ես, էս ինչ համով էր, էս ինչ համով էր։ Այո, ափսոս դու չկայիր 3 չարաչի օրը, երբ Անուշը այստեղ տաղավարում պատրաստեց մեկ այլ ուրիշ աղցան, ֆետա պանիրներ, ռուկոլաներ, տանձներ, շաքարավազի մեջ արդեն իսկ տապակված։ Էլ ինչ կար, Անուշ։ Քաղցրաթթու աղցան էր։ Այո, եւ կար պրոշուտո։ Հա, եւ կար պրոշուտո։ Տեսնում ես ինչ համային այսպես հրավառություն էր, այո։ Հիմա այսօր էլ է նույնը լինելու։ Դա է ուզում ասել։ Համ քաղցր, համ աղի, փաստորեն համ է թթու։ Այո, այսպես տարօրինակ է հնչում, բայց խոհարարներն ասում են, որ դա հենց կարևորը դա է, որ բոլոր համերը լինեն մեկ տեղում։ Եվ համադրելն էր ախր շատ բարդ։ Կարող եմ բոլոր համերը լինել, բայց դեմ որ չկարողանաս մոտ գնալ նույնիսկ ու չկարողանալ ուտել, բայց երբ որ համադրում են, այդ չափաբաժինը ոնց են կարողանում պրոֆեսիոնալ խոհարարները այսպես համադրել, եւ դա երբ որ դու փորձում ես, ամբողջ ընթացքում այդ համերի եւ այդ համեղության տպավորությամբ, զգացողությամբ շարունակում ես ապրել։ Հատկապես թանձրուկները, խոհարարներն այնպես են պատրաստում, իսկ հիմնականում հենց թանձրուկի մեջ է, թանձրուկի համի մեջ է գաղտնիքը լինում։ Ինչ է թվում, գիտեք, ամբողջ, չնայած դա իտալացիներից ու հիմնականում ֆրանսիացիներից էլ է գալիս, բայց ամբողջ գաղտնիքը կարծում եմ հենց թանձրուկի մեջ է կայանում։ Եվ դու դրանք շատ համեղ ես, չէ՞, պատրաստում այդ թանձրուկները։ Ֆանտաստիկ թանձրուկա վարպետ եմ։ Այո։ Տեսնենք այստեղ, ահա, գեղեցիկ գույն է ստացել հացը, շրջենք մյուս կողմ, սա կարող է լինել և որպես նախաճաշ, և նախուտեստ, և ուղղակի որպես աղցան ափսեի մեջ մատուցվի։ Առանձին այսպես չորահացերը, կարմիր պղպեղը դու արդեն կտրատեցիր, հիմա անցնում ես լոլիկներին։ Անցնենք լոլիկներին, այո, լոլիկները ուղղակի այսպես փոքրիկ կտորներ կանենք, որպեսզի հացի վրա տեղավորվի գեղեցիկ։ Իսկ այս բաղադրատոմսը որտեղից ես պեղել։ Ես տեսել եմ ուղղակի համացանցում եւ պատրաստել եմ ու շատ հավանել եմ, որը որ պատրաստում եմ եւ լավ է ստացվում, արդեն դառնում է իմ ընտանեկան, այսպես ճաշացանկի մեջ է ներառվում։ Մեկ էլ վերջից լուսնենք, ես ինչ եմ նկատել, որ կար չէ ժամանակին օրինակ հայկական, չգիտեմ, վրացական, ինչ որ խոհանոցների հենց հստակություն է, ինչ որ չափով պահվել է, բայց վերջին շրջանում շատ ակտուալ է նաեւ առանց ազգության բաղադրատոմս էր։ Բաղադրատոմս էր, բայց դե հիմա շատ են, այո։ Համացանցում շատ տարբեր ազգերի ուտեստներ կարող ես տեսնել եւ հիմա քանի որ
տարբեր երկրներում շատ են պատրաստողները, ֆուդբլոգերներն այսպես ասած, իրականում շատ տարբեր բաղադրատոմսեր ենք պատրաստում, երբեմն նույնիսկ գուցե չհասկանալով, թե որ երկրի բաղադրատոմս էր դա։ Հիմա հաստատ այս աղցանը չունի որևէ, այսպես ասենք, որ եկել է այստեղից։ Դե սա չգիտեմ, բայց վստահ եմ, որ Անուշը իր կողմից վստահաբար էլի, որ ինչ-որ մի բան նոր ստեղծել է եւ այդ նույն բաղադրատոմսը, չգիտեմ, մեկ այլ ազգի ներկայացուցիչ տեսել է Անուշից, վերցել ինքն է պատրաստել ու դա արդեն ընկել է շրջանառության մեջ։ Դե հիմա արի հասկացի, դա հայկական էր, դա հունական էր, դա ֆրանսիական որ երկրի ծագում ուներ։ Իսկ թվում է երբեմն պետք չէ հասկանալ, թե որ երկրի ծագում ունի, պարզապես պետք է վայելել այդ ուտեստը։ Համեղ եւ առողջարար սնվելն է, կարևորը դա եւ ճիշտ։ Միսը այսպես լավ մանրացված է, այնպես որ միանգամից այսպես կարող ենք ավելացնել եգիպտացորենի վրա, թունաձուկը ավելացնում է։ Իսկ եգիպտացորենի տակ առաջինը ինչ լցրեցիր։ Պղպեղը եւ լոլիկը։ Պղպեղը, եգիպտացորենը, լոլիկ, առայժմ այսքանն է եւ ավոկադոն է մեզ մնում։ Կտրենք։ Ավոկադոն ընդհանրապես յուրաքանչյուր ձկնամթերքի հետ է հարմար։ Չնայած ինձ թվում է չկա նման մի բան, որ ավոկադոն հարմար չլինի։ Ես էի ուզում դա ասել, որ այո։ Հատկապես վերջին շրջանում։ Ընդհանրապես լավ է, որ նաև մեր նաև խոհանոցում ավելացավ, այո, երբ հանգիստ կարող ենք գտնել եւ գնել ավոկադո։ Այո, հիմա գրեթե բոլորն են օգտագործում ավոկադոն, այնպես որ եւ աղցաններում եւ շատ հարմար նախաճաշի մթերք է դարձել։ Արագ, ուղղակի կարելի է հավկիթը ավոկադոյի հետ ուտել ու շատ հագեցնող լավ նախաճաշ է այն օգտակար նախաճաշ է, այո։ Երբ սովորես նախաճաշել, Ռուբեն, կհասկանաս։ Երևի։ Հացն արդեն պատրաստ է։ Բայց շատ արագ եղավ ամեն ինչ, ամենայն դեպքում։ Այո։ Իսկ այդ աղցանը կարող ենք լցնել, այսպես ասենք, հացի վրա։ Այդպես է պետք է անել։ Այդպես ենք անելու։ Ահա։ Մատուցվելու է չորահացում։ Հրաշալի։ Թող պատրաստ սպասեն մեզ, մի փոքր զովանա, մինչև։ Իսկ մենք կկտրենք ավոկադոն, կավելացնենք աղցանը։ Իսկ դու սիրում ես ավոկադո, Լուսինե։ Վստահ եմ, որ ես շատ եմ սիրում եւ շատ ես ներառում։ Շատ, ամեն անգամ, յուրաքանչյուր օր երևի թե ավոկադոն մեր տանը ինչ որ ձևով սեղանին դրվում է։ Եվ երբ սկսում ես դու էլ ինքդ էլ սիրել եւ օգտագործել, երեխաներն էլ են կարեւորը, որ սովորում են այդ համը։ Իսկ ավելի նախընտրելի ավոկադոն առավոտյան փորձել, թե կապ չունի։ Կապ չունի, օրինակ իմ աղջիկը շատ է սիրում երեկոյան, որպեսզի թեթև ավելի սնվի, երեկոյան ավոկադոյով ինչ որ թեթև աղցան է պատրաստում, այո։ Սովորական լոլիկն ու ավոկադոն արդեն հրաշալի աղցան է լինում միասին։ Այո։ Ընդհանրապես լոլիկ ու ավոկադո։ Ընդհանրապես լոլիկ եւ ավոկադո, աղ, կիտրոնի հյութ եւ մի փոքր սամիտ, օրինակ։ Սամիթը ես էլ եմ շատ սիրում, սամիթը յուրաքանչյուր աղցանի մեջ ես միայն ավելացնում եմ սամիթը։ Տեսնում ես ինչքան բան գիտեմ խոհանոցից, դու ասում ես։ Իսկ դուք ընդհանրապես շատ եք օգտագործում։ Լուսինե։ Լուսինեն պատասխանում է, որ այո, յուրաքանչյուր շաբաթվա մեջ մենք ունենք հատուկ օր, որը այդ օրը գիտեն երեխաները, որ այո, պետք է անպայման շաբաթական մեկ օր։ Շաբաթական մեկ օր։ Ամեն հինգշաբթի։ Կար չէ, այսպեսի հենց սովորույթը, որ ամեն հինգշաբթին ձկան օր էր, բայց չէ, այստեղ որ օրը ինձ հարմար լինի, որ ես պատրաստեմ։ Օրը որոշում է տան մայրիկը։ Որ օրը ձեզ հարմար է լինում։ Այո։ Ինձ թվում է բոլորի մոտ է այդպես, Լուսինե։ Բայց նաև ես ու Անուշը մինչև թողարկումը խոսում ենք դրա մասին, եթե կա մի բան, մայրիկները հիմնականում, դե մայրիկներն էլ այդ հերթում իրենց հերթին, ինչու ոչ։ Եթե մի բան չենք սիրում, մենք մեր երեխաներն էլ մեխանիկորեն չեն սիրում։ Բայց հենց այդպես է, հատկապես մայրիկը, եթե ես ինչ-որ մի բան այս, օրինակ հարիսա չեմ սիրում, եւ երեխաները երբևիցե չեմ փորձել հարիսա, եւ նույնիսկ ամուսինս է հետ սովորել։ Արդեն հարիսայից։ Այո, հիմնականում մայրիկից է գալիս, չէ՞։
Մենք էլ տանը զուգ չենք սիրում, ու այդպես մեր տանը 5 շաբթի օրեր չկան։ Չկա, ոչ մի օր չկա շաբաթվա մեջ։ Շաբաթ, Կիրակի։ Տեսնում ես։ Հիմա վերցնենք ֆետա պանիրը եւ ուղղակի այսպես կփշրենք։ Ու վերջ։ Մնաց թանձրուկը։ Մնում է թանձրուկ պատրաստենք եւ ավելացնենք։ Թանձրուկը ինչով ենք պատրաստելու։ Թանձրուկը պատրաստում ենք մանանեխով, որը շատ յուրահատուկ համ է տալու։ Մոտ 1 գթալ մանանեխ ավելացնենք։ Աղսև պղպեղ։ Շատ աղ չենք անի, որովհետև ֆետա պանիրը աղի է։ Եվ իհարկե սև պղպեղ։ Բայց շատ հետաքրքիր թանձրուկ ես պատրաստում, եթե այնտեղ կա մանանեխ։ Այո, համեղ է ստացվում։ Ես ասում եմ, ամբողջ բոլոր համերը խառնում է իրար։ Ահա, կորիզները հանենք կիտրոնի։ Իդեպ դուք գիտեիք, որ դա խոհարարներից եմ սովորել, որ կիտրոնը կտրելու ժամանակ դանակները միշտ սկսում են սևանալ, չէ՞։ Ոչ, չեն սևանում, ավելի վատ են կտրում, սկսում են քորանալ, այսպես ասած, ինչպես ասում ենք։ Ինչու՞։ Դրա համար պետք է, որ չգիտեմ, անմիջապես կամ մեկ դանակ եք օգտագործում կիտրոն կտրելու համար, կամ պետք է անմիջապես լվանալ։ Ես օրինակ տաննել այլ Կիտրոնից հետո դանակը լավ չի կտրում։ Այո։ Այո։ Կիտրոն կտրելուց հետո կորցնում է։ Այո։ Բացահայտումներ ես անում անուշ, մեզ համար։ Դրանից հետո ես միշտ միայն այս փոքրիկ դանակով եմ կտրում, այստեղ էլ արդեն։ Ես էլ ասում եմ, ինչի մեր տանը երբևիցե չի մնում սուր դանակ։ Այ հիմա հասկացա։ Այո, մեկը ունեցիր, որպեսզի այդ մեկն օգտագործեք։ Ահա։ Թանձրուկն էլ պատրաստեցինք։ Կիտրոնի հյութ։ Եվ աղու պղպեղ։ Ու վերջ, մեր գունեղ աղցանը պատրաստ է։ Ես ուզում եմ փորձել ու վերջը։ Ահա, ես նկատել եմ, որ անուշ դու շատ կարևորություն ես նաև տալիս գունային այսպես համադրությանը։ Այո, պարտադիր։ Դե սիրուն է լինում, հաճելի է լինում։ Ախր շատ սիրուն է։ Բացի Շատ այն որ սիրուն լինելու համեղ է։ դեպքում ախր ոնց ուտենք, երբ որ սիրուն են պատրաստում շատ դեպքերում։ Սիրով ես ուզում եմ։ Փչացնել արվեստի Ես գործը։ ուզում եմ։ Հանգիստ կարող եք փչացնել, որովհետև յուրաքանչյուր մարդու համար ով պատրաստում է ուտեստ եւ կարծում եմ շատ իրեն դուր է գալիս, երբ որ համտեսում են եւ ասում են ինչ համեղ է, ինչ լավն է, ավելի ես ոգևորվում։ Երբ որ սպառում են այդ ուտելիքը։ Այո, յուրաքանչյուր խոհարար երջանիկ, երբ որ իր ուտելիքը Անուշ, դու պատրաստի մենք այն կսպառենք, ինչ մտածես։ Ահա, Եվ վերջ ընդհանրապես չորահացի վրա ենք լցնում ու վերջ։ Այո, կարող ենք մատուցել ուղղակի ափսեով, այսպես, կարող ենք չորահացի վրա ավելացնել։ Սա արդեն որպես նախաճաշ կարող է լինել։ Կամ նախուտես, գեղեցիկ է։ Եվ ես պատկերացրեմ, թե ինչ համեղ է։ Իսկապես համեղ է։ Հաշված Րոպեներ են մնացել, հաստատ։ Գործելու համար, այո, Անուշի գլուխ գործոցը։ Եվ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին էլ ասենք, որ ձուկ շատ օգտագործեն, Ռուբեն, Ձուկ շատ է պետք օգտագործել, շատ օգտագործեք ու կապ չունի, եթե դուք նույնիսկ չեք սիրում, ապա բայց երեխաներին տվեք հնարավորություն, որպեսզի նրանք փորձեն։ Իհարկե։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ պետք է փորձեն։ Բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, մեզ ինչ է պետք այսօրվա այս հետաքրքիր աղցանի համար։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ, պղպեղ, ձիթապտուղ, ֆետա պանիր եւ եգիպտացորեն։ Ավոկադո եւ եգիպտացորեն։ Եվ թանձրուկը մանանեխով։ Մանանեխ, կիտրոնի հյութ, աղ, պղպեղ եւ վերջ, եւ չորահաց։ Եվ չորահաց դա իհարկե ձեր նախընտրությամբ։ Կարող եք ավելացնել, կարող եք
ուղղակի ափսեյով մատուցել որպես աղցան, կարծում եմ կհավանեք եւ գոնե թող այսպես թեկուս առիթ լինի, թունաձկով աղցան պատրաստեք եւ գոնե այսպես ընտանիքի անդամները օգտագործեն ձուկ, եթե այլ ձկներ չեք սիրում։ Շատ լավ որոշում էր։ Շատ շնորհակալություն Անուշ, իսկապես համոզված եմ, որ ինչպես միշտ շատ համեղ է ստացվել։ Դե պետք է փորձել։ Դե գնացինք փորձելու։ Ավելի լավ համոզվելու համար պետք է փորձել։ Ձեզ էլ ենք մաղթում բարի ախորժակ, եթե դուք եք նոր սկսում նախաճաշել, այս բան կունենան գովազդային փոքրիկ ընտանիք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Դե գնացինք։ Գնացինք։